Սիրելիներս, ողջույն, ինչպես եք, ինչպես ացեք տրամադրությունը, ովքեր նոր են միացել իմեջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, եթե խոհանոցում ենք, մի համեղ բան հաստատ պատրաստում ենք, դե ամանորյա օրեր բոլորիս տանը տարբեր ուտեստներ, տեսականին շատ ու մենք էլ չենք ուզենա, թե որ փչացնենք ու ասենք լավը չի, թափենք այստեղի մոտ, տեսնում եք բաների տարբեր տեսականի, որը որ ես ուզում եմ իրացնել ու մի համով պատառ սարքել, սիրելի հետևորդներս, եկեք հավաքվեք, մի փոքր կտրվենք, հա, առօրյայի թող ու պոհից ու սկսենք մեր գործը, ինչ ենք անում, տարբեր ձևով, հա, կարանք և պատրաստենք, և օգտագործենք, ամեն դեպքում ոնց էլ անենք, այս ձևով շատ համով ու լավ ստացվում, այ որ փորձեք, վստահ եմ հավանելու եք, ոնց տեսնում եք, առանց տախտակի, տնավարի, հայավարի, հավեսով, տարբեր բաների տեսականի կտրտեցի, մի քիչ էլ կարակ, գիտեք, ես օգտագործում եմ տնական կարակ, սիրում եմ հնարավորինս տնական ու բնական, այստեղ արդեն տաքությունից պանիրներն էլ պիտի հալվեն, քանի որ իմ մոտ 3 տեսակի պանիր օգտագործեցի, երկուսը հալվող էին, կարակի հետ հաճելի ձևով կհալվեն ու այն ինչը որ ուզում եմ պատրաստել, համեղ կլինի, սիրելի հետևորդներս, անհենց այսպես, տեսակ արդեն սկսվեց հալման պրոցեսը, իրանք պիտի լավ հալչեն, որ համեղ լինի։ Մենք փոքր ժամանակ, երեխա ժամանակ ասում ենք ծամոնի ձվածեղ, շատ համով ստացվում, համեղ ուտելիքի կորուստ, այսպես ասած, ենք ունենում, այսպես հաճելի ձևով, այսը, արդեն իսկ պատրաստան, այս պահին օգտագործում եմ պետական, այս միևնույնն է, էլի պիտի որ համեղ լինի, սիրելի հետևորդները, օգնենք, որ լավ ստացվի, ես այս դեպքում աղ չեմ անում, հաշվի առնելով պանրի աղիությունը,
Կազուկախը պիչեցնեմ։ 2 րոպե կսպասենք։ Եվ վերջ։ Համով ուտեստը ասեք, որ պատրաստ է։ Համ շատ համեղ և նույն ժամանակ սննդարար։ Տեսքը շատ խորժելի ու համեղ է, այնպես որ պատրաստեք և գոհացրեք ձեր ընտանիքի անդամներին։ Իսկ ես ձեզ ասում եմ ստեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ և յուրահատուկ բաղադրատոմսով տնական ու բնական, տեսքն էսպիսին ու համով։